Գործի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ սա ամբողջովին ապօրինի գործ է։ Ինչի կարող է հանգեցնել սա, արդյոք կարող է իրենք վիճակել վեհապարի տնօրինությունը կամ ԲՀԽ որևէ որոշում։ Ճիշտն ասած, չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Բազան նպատակը որն է ձեզ քննչական կոմիտե հրավիրել է, հոգևորականներին հետապնդել է։ Չեմ կարող ասել։ Ենթադրել շատ բան կարող եմ ենթադրել, բայց ինչի համար են կանչել, մինչև հիմա ես չհասկացա։ Իսկ այս քայլերը ընդհանրապես ինչու են իրենք իրականացում, որն է նպատակը հիմնական։ Եկեղեցին լրացնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Եպիսկոպոսաճյուղի մասով ինչ կարող եք ասել։ Այս շատերը մեկնաբանել, որ դրա հետ է կապված։ Գա ժամանակը կիմանանք, չգիտեմ, հիմա բան չեմ կարող ասել։ Խափանամիջոց սահմանվել է Սրբազան։ Այս բանի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել։ Իսկ կարգալուծության հետ կապված մի հարց կա, տեսակետ, որ եպիսկոպոսատ ժողովը պիտի վճռեր այդ հարցը եւ ոչ թե հոգեվոր խորհրդի քննադատման թեմա դառնար կամ վեհապարի միանձնյա որոշման, այդպիսի տեսակետ կա։ Հիմա տեսակետները ինչ տեսակի մարդիկ, ովքեր ինչից չեն հասկանում, խոսում են։ Մայրաթորը, Ներեցեք, հոգեվորականներն են ասում, ոչ թե ով ինչից ասում։ Մայրաթորը որևէ մի հակականոնական քայլ չի կատարել։ Ինչ մասն է։ Եպիսկոպոսի կարգալուծության գործընթացը։ Կարգալուծություն մայրաթոր ասելով նկատի ունենք Գերագույն հոգևոր խորհուրդը եւ վեհապար Հայրապետը։ Հակականոնական որևէ գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականոնական, թող մեկ փաստակ բերեն։ Հաստատ են բերում, որ վերջին եպիսկոպոսները, որոնք կարգալից են հռչակվել, եպիսկոպոսական ժողովով կամ եպիսկոպոսների գրավոր համաձայնությամբ Իրենք ստում են։ Դա միայն չի վեհապարի տնօրինությունը։ Չէ, վեհապարի տնօրինություն, Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկություն է բերել վեհապար Հայրապետին։ Եվ պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքեր կան, որոնք հրապարակվել են նաև։ Ումնան Սրբազան, աննախադեպ է դա կարծես թե առաջին դեպքն է, երբ դատարանում քննվում է թեմի առաջնորդի եւ վեհապարի։ Դրա համար էլ ասում ենք այս ամենը ապօրինություն է։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ Սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Այս քայլերը վախեցնում են ձեր թեմի հոգևորականներին։ Ընդհանրապես։ Ես տրամադրությունը Ընդհակառակը ավելի են իրենք մարտական տրամադրված, մարտականը ճակերտների մեջ։ Հովնաս Սրբազան, ձեզ համար հասկանալի է, ձեզ ինչու են ներգրավել այս գործում որպես մեղադրյալ, որտեղ դուք կարգալուծության եւ թեմի առաջ։ Ես հենց սկզբից ասեցի, մինչեւ այս պահը չգիտեմ ինչի համար։